եւս մեկ անգամ ցույց տալու, որ այստեղ ամենևին խոսքը ընդդիմության մասին չէ, այլ դրսի ազդեցության տակ գտնվող քաղաքացիների, որոնք ընդդիմանում են խաղաղության օրակարգերին։ Եվ փաստացի այն հեռանկարն է ուրվագծվում, որ այո, հնարավոր է նաև ինչպես Մոլդովայում, այնպես էլ Հայաստանում ինչ-որ պահի ականատես լինենք հիբրիդային գործակալների այսպես կոչված որսի։ Ինչպես եք պատրաստվում հակադարձել այս տեխնոլոգիաներին եւ փաստացի միջազգային հարթակների հետ ինչ աշխատանքներ են տարվում, կա ինչ-որ մի բան, որից մենք տեղյակ չենք։ Գիտեք, ես պատասխանեմ այսպես. մեզ ոչ ոք ու ոչինչ չի կարող կանգնեցնել։ Սա հերթական ընտրությունները չի, արգելի լրագրողներ, արգելի ժողովուրդ։ Սա հայ ինքնության ընտրություններն են։ Մենք հունիսի 7-ին ոչ թե ընտրելու ենք Հայաստանի Հանրապետության հերթական ազգային ժողովի պատգամավորներին, այլ մենք ընտրելու ենք լինելու է Հայաստան ինքնիշխան, թե ոչ։ Փաշինյանն էլ այդպես ասում, եթե մենք Փաշինյանը շատ բան է ասում։ Չի լինի Հայաստան, մենք այն ջրբաժանին ենք, որտեղ այո պետք է միասնականություն դրսևորենք եւ անցնել։ Ես դադարել եմ Փաշինյանի ինչ որ մի խոսքին հավատալուց, որովհետեւ չկա մեկ խոսք, գեթ մեկ խոսք, որ նա ասել է ու տերը եղել իր խոսքին։ Նա ամեն ինչը կեղծում է, ամեն ինչը մանիպուլացնում է ու ամեն ինչը ուղղակի օգտագործելով որպես PR գործիքներ փորձում է իր աթոռը պահել, բայց հայ ժողովուրդը վստահաբար հասկանում է այդ ամեն ինչը ու հայ ժողովուրդը թույլ չի տա հերթական ու վերջնական անգամ կործանել Հայաստանի Հանրապետությունը։ Դրանում ես վստահ եմ առավել քան եւս։ Այսօր երեկոյան ինչ սպասելիքներ ունեք դատական process-ից։ Մենք հույս ունենք, որ այսօր երեկոյան այս հեռախոսով Փաշինյանը լայվ կմտնի ու կասի, որ այսօրվանից սկսած բոլոր դատավորները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում եւ բանի տեղ չդնեն իր ասածները։ Երեք Նիկոլ Փաշինյանը ուղիղ ասաց, որ իր ցուցումով է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենը ազատման դիմում գրել եւ նշեց, որ նրա գործողությունը J.D. Vance-ին գիրք նվիրելը սադրիչ է։ Հնարավոր համարում եք, որ օրինակ դատավորներն էլ մտավախություններ ունեն, որ նրա ուղիղ ցուցումով գուցե աշխատանքից ազատվեն, եթե օրինակ տնային կալանքը փոխեն եւ ավելի մեղմ խափանման միջոց կիրառեն կամ առհասարակ խափանման միջոց չկիրառեն։ Ուրեմն ասեմ այսպես, արդեն շատ վաղուց Նիկոլ Փաշինյանը դադարել է Հայաստանի Հանրապետությունում սպասարկել հայ ժողովրդի շահերը։ Նա իրավունք չունի խոսելու հայ ժողովրդի անունից ընդհանրապես։ Իսկ Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենի աշխատանքից ազատումը մեկ անգամ եւս փաստում է, որ նա սպասարկում է հարևան երկրի շահերը Հայաստանի Հանրապետությունում։ Բնականաբար կարող են վախենալ, բայց ես խորհուրդ չեմ տալիս ոչ մեկից, լավ ինչից վախենալ հայ մնալուց, դրանից վախենալ, աշխատավարձն ավելի կարևոր է, քան քո ինքնությունը, եթե այդպես է, իսեր ասա, թող գնան հարևան պետություններում ապրեն, ես բան չունեմ ասելու, բայց այստեղ մեր ինքնության հարցն է, ժողովուրդ ջան, բերեք հասկանանք, ինչ պետք է անի էլ Նիկոլ Փաշինյանը, որ հասկանանք, որ նա սպասարկում է թշնամու շահերը։ Ինչ, կա էլ մնացել է նման բան։ Չկա։ Միքայելյան, իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ԿՊԱ-կաններ մտավախություն են հայտնում, որ ուժեղ Հայաստանի իշխանության գալու դեպքում խաղաղության գործընթացը կվիժեցվի, ամերիկյան ներդրումները կչեղարկվեն, տեղին են մտահոգությունները եւ ինչպես կարտազանքել։ Բնականաբար տեղին չեն, ինչ ներդրումների մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Այս իշխանությունները 8 տարվա մեջ կարակ ասեք, որ մի ներդրում են բերել կամ ում կյանքում է բան փոխվել, ձեր կյանքում բան փոխվել է դրական։ Չկա։ Տոհարայիկ Հարությունյանը ավելի լավ կլինի սուսմը նայելի, որովհետև նրանց ասած ամեն ինչը սուտ է ու կեղծիկ բառի բուն իմաստով։ Չկա ոչ մի հիմնավորում նրանց ասացի խաղաղությունը վիժեցնել, վկայի ներկայությամբ ստորագրել, բերեք հենց հիմա մենք իրար հետ կարող ենք մի փաստաթուղթ ստորագրել ու մեկին ասել արի որպես վկա ստորագրությունը դիր։ Արդյոք այդ վկան կրում է պատասխանատվություն։ Բնականաբար ոչ, վկան չի կրում պատասխանատվություն, իսկ երաշխավորը ունի պարտավորություն։ Մենք բերելու ենք երաշխավորված խաղաղություն։ Ուժեղ Հայաստանում լինելու է բացառապես երաշխավորված խաղաղություն, ու այդ երաշխավորները լինելու են ոչ մեկը, ոչ երկուսը։ Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ, ես մեջ վերեմ իր խոսքից հատված, ասաց, որ Ռուսաստանաբնակ եւ Բելարուսամետ օլիգարխները փորձում են հիմա Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Նիկոլ Փաշինյանը լավ կանի Հայաստանի անկախությունից չխոսա, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի հետ իմ ներքին համոզմամբ չունի ոչ մի կապ։ Նա սպասարկում է մեր հարևան երկրների շահերը։ Հայ ժողովրդի անունից նա իրավունք չունի խոսելու այլևս։
86 օր մնաց ամենաշատը։ Կներեք Արեգային էլ լսենք, որ որպես Արցախի Հանրապետության նաև ներկայացուցիչ, Արեգա, տեսանք, որ այո, միջազգային հարթակներ